Մեր աստվածաշունչերը բանանք Մատթեոս 3-րդ գլուխ 10-րդ համարեն 17-րդ համարները մի խոսենք Սուրբ Օքին գործե այս համարներում մեջ շատ գեղեցիկ կերպով գերեվի Սուրբ Օքին աշխատանքը հավատացյալներուն հավատքի քայլեր առնողներուն կյանքերում մեջ շատ հաճելի եւ շատ գեղեցիկ ներշնչում մնե որ ես ունեցա եւ գարտանք միասին գսե այդ օրերուն Հիսուս Գալիլեայեն հորտանան կետ եկավ Հովաննեսի մոտ անգե մգրդվելու համար բայց Հովաննես ընդիմացավ անոր ասելով ես պետք ունիմ քեզ մգրդվելու եւ թուն ինձի գուկաս Հիսուս պատասխանեց հիմա թույլ դուր որ այսպես լա որովհետև այսպիսով գադարած պիտի լանք Աստծո արդար գամքը եւ Հովաննես թույլ տվավ Հիսուս մգրդվել է յետք անմիջապես ճուրեն դուրս ելավ եւ ահա երկինքը բացվեցավ եւ տեսավ Աստծո հոգին որ աղավնի նման գիչներ եւ գուքար իր վրա եւ ահա երկինքեն լսվեցավ ցայնը որ գսեր ասիգա է իմ սիրելի որդիս որուն ես հաջեցա այս բամության մեջ հատվածի մեջ կտեսնենք որ Սուրբ Օքին եկած է Աստծո գամքը կատարելու կտեսնենք սկիզբեն Սուրբ Օքին թերագադարությունը Աստծո գամքը կատարելն է որուն մեջ իրեն արչև իրեն համար սահման չկա որոշում գայացնելու բաժար չկա ինչ որ է Աստծո խոսքով Աստծո գամքը անիգա է որ ինքը կդարե իր ազատ գամքը չի բարդատրեր իր երրորդության փարագից ըլլալը չի հայտներ եւ շատ գեղեցիկ է չես տեսներ դեռ այդ մասին արդահայտված է կամ այդ մասին բամերեր է իր կորձն է Աստծո գամքը կատարել եւ ճիշտ ինչպես որ գամքն է առանց որևէ մեկ սահմանումի սահման տնելու հդիկա կկատարե եւ ասիկա նաեւ կվերապերի մեր կյանքերուն երբ Աստծո ջամփուն մեջ խոսքին համացայն գերդված ենք Սուրբ Օքին որևէ մեկ ուրիշ բան նկատի չառներ Աստծո գամքը ինչ որ է անիկա կկատարե մեր կյանքերում մեջ անկախ մեր զգացումներուն, պայմաններուն, դգարություններուն, նույնիսկ բաներուն, որ մեզ մեկ ախյալ չեն։ Կյանքեն, բնութենեն, ժառանգութենեն եւ այլն գախյալ են, որ աս աշխարհի կպատկանի, ինքը եկած է Աստծո գամքը կատարելու։ Եվ այս դրվագի մեջ կտեսնենք երկու հիմնական բաներ, որ գանցնին եւ գտարնան, որոնց հետ կապակցաբար Սուրբ Օքին իր կորձը Աստծո գամքը կորձի կվերածեև կգադարե մեկ կնկատենք Հովաննեսի հարկանքը Հիսուսի անցին նկատման պատմության մեջ ասիկա կտեսնենք երկու Հիսուսի համար կնկատենք որ առաջնահերթություն մգա Հովաննեսին հարկանքեն քերաթաս ավելի կարևոր իրեն համար եւ ինքը հոր գամքը գադարելու համար եկած է ոչ թե քովվելու ոչ թե այդ քովասանքի քնահատանքը կողունակությունը ունենալու այս երկու գեդերը կտեսնենք Հովաննեսի հարկանքը Հիսուսի հանդեպ եւ երկու Հիսուսի համար առաջնահերթությունը հոր գամքը կատարելն է երբ Հիսուս մոտեցավ Հովաննեսին մգրդվելու համար Հովաննես տեսանք որ ընդիմացավ գսե ինչու ընդիմացավ իր ճշտոնին մեջներ որ ինքը այդպիսի խաղապարը մերժեր ոչ ինքը եկած էր Աստուծո մե լավ հասկացած էր իր ճշտոնը ինքը եկած էր 6 ամիս հիմնական ծառայություն մնելու միան ամբողջ կյանքը աջեցավ գարջ ժամանակը ծառայելու համար եւ իր ծառայությունը շատ կարեւոր էր եւ ծառայելեն յետքը Աստված իրեն չդվավ որ իր կյանքը շարունակե տարբեր ցևով քլխատվեցավ գարջ ժամանակը
ինքը ծառայություն հրավ, բայց ամենակարևոր ծառայությունը հրավ, որուն համար մարգարեներեն ամենամեծը գոչվեցավ եւ մարդոց գիները ծնածներուն մեջ են ամենամեծը նկատվեցավ։ Լավ հասկացած էր իր ճշտոնը։ Փարիսեցիներուն խոսեցավ, այ բանեց, հանդիմանեց, իժեր ու զավակներ գոչեց։ Մաքսավորներուն խոսեցավ, զինվորներուն խոսեցավ, ժողովրդին խոսեցավ, բոլորին հավասար չափով ապաշխարություն խոսեցավ։ Սա բոլորը ինչ դիրքի մեջ որ ալեք, բոլորը դալավ աշխարհելու պետք ունիք։ Որովհետև բոլորի դիմացը Հիսուսը գուկա, որ հավիտենական կյանքի թուրն է, մուտքն է Աստծո գամքին համաձայն ղրգված բրգիչն է, որը սկիզբեն հայտնված էր։ Լավ գիտեր իր ճշտոնը ասել գուզեմ։ Կասկած չուներ, բայց երբ հանդիպեցավ Հիսուսին, բահմը կսե ընտիմացավ իր փուն գոչումին եւ ճշտոնին, փուն բաժարը որուն համար ինք աշխարհ եկավ, փուն բաժարը որուն համար ինքը այդ արաքելությունը ստանցնեց գադարելու համար, անոր մեջը գաղած բահմը, թե ոչ որպես մեղավոր, բայց գաղած։ Ինչ էր իր գաղալուն վիճակը, որ Հիսուս եկած է Աստծո գամքին համաձայն մգրդվելու, ինքը գսե ոչ, անգարելի է, ես պետք ունիմ քեզ մգրդվելու։ Այսինքն ամեն ինչ որ Աստված դված է ընելու, ինքը հագարակ դարձուց իր սկացածին համաձայն։ Ով էր իրեն խոսողը ընդիմանալու համար? Զգացումները, որովհետև ինքը հարկանք ուներ, իր հարկանքին, իր Հիսուսի անցին նկատմամբ հարկանքին, Աստուծմե բադվերը ստանալուն համար հարկանքի մեջ ինք չգրցավ ընել այն ինչ որ պետք էր ըներ, թեև Աստված իրեն ղրգած էր ադիգա անելու։ Աստվածաշունչը շատ հստակ է այս մասին, եկած է ասիգա անելու համար ինքը։ Մադովը ցույց տվավ փրկիչը, բայց եւ այդպես ինքը ընտիմացավ բամը։ Այս ընտիմանալուն բաժարը այն էր, որ իր հոգին մեջ են, սուրբ հոգին, իր գոչումին հոսանքին մեջ են, եկած ցայնին մդիկ չրավ, իր զգացումներու մեջ շինված եւ գառուցված ցայնին մդիկ գրավ եւ ադով մոդեցավ, չգրցավ դեսնել պետքը եւ Աստծո գամքը այդ բահուն, որ ինչ պետք է ներ։ Վաու! Ինչքան վտանգավոր է, որ ես եւ դուն որպես հավատացյալներ, որ մեր գոչումը գիտենք, մեր գոչումի մեջ շաղված ենք, դապկված ենք, խաշված ենք, ինչ կուզես կործած է փար, լավ ճանցած ենք, դարիները ի վեր գնենք, գիտենք այլևս ինչ պիտենք, եւ հանգարց որովհետև գիտենք ինչ պիտենք, որովհետև վարժված ենք ինչ պիտենք, արջևնից թեփ մգել է, որում մեջ մենք Աստծո գամքը ճանչնալով պետք է անենք, բամը որովհետև շատ համոզված ենք, թե գիտենք ինչ պիտի անենք, մենք կուքանք ընելու ինչ որ գիտենք պիտի անենք եւ կտեսնենք, որ հանգարց Աստծո գամքը ընելու մեջ կթերանանք։ Եվ ադիգա հաճելի չէ։ Եվ ադոր հետևանքները շատ է, որով յուրաքանչյուր հավատացյալ պետք է նկատի առնե։ Ես կհավատամ, Սուրբ Օքին գեցած է կսպասե ինձի եւ քեզի։ Ես չեմ հավատար, որ ինք միտք պիտի գայացնե, որոշում պիտի գայացնե, ինք կսպասե ինձի եւ քեզի։ Գիտես, որևէ բան, որ Սուրբ Օքին գրնա այսօր ընել իմ կյանքիս եւ քու կյանքիդ մեջ, ավելի մեծ չէ, քան իմ հոգիս փրկությունը։ Նորենս եմ, որևէ բան, որ մարդս գագնգալ է կյանքի ընթացքին գադարվի, որ Սուրբ Օքին պետք է ընե ինձ եւ քեզի համար, իմ եւ քու հոգին փրկութենեն ավելի մեծ չէ, անգախ ինչ կուզելա, նույնիսկ եթե աշխարհը եղած իմ մեզ պիտի ջզմե, ոչնչացնե, նորը ստեղծե, դագավին իմ փրկութենես ավելի, քու փրկութենեդ ավելի արժեքավոր չէ։ Հետևաբար Սուրբ Օքին ինձ եւ քեզի կսպասի այսօր, որովհետեւ ամենակարևոր բանը, որ երբևէ գոյություն ունի, ես եւ դունենք։ Գրնաս ամենսել։ Ինչքան գրնաս դեսնել, որ դու այդքան կարևոր ես։ Հովհաննես ընդիմացավ,
Բայց լավ որ Հովանեսին դիմաց եղողը քևորքը չէր, Հիսուսն էր։ Եվ գսե Հիսուս մոտեցավ եւ իրեն հայտնեց ճշմարտությունը եւ ասավ իրեն թույլ դուր, որ իմ այս մեկը գադարենք, որովհետև այսպիսով գադարած պիտի ելանք Աստծո արդար կամքը։ Ինչ ասավ Հովանեսին։ Հովանես դու չես գիտեր ինչ կսես։ Դու չես գիտեր ինչ կսես։ Տեսեք Հովանես թերի չէր, ոչալ Հիսուս իրեն անհավատը սա, ոչա թերագադարը սա իրեն, ոչ մեկ ցևով։ Բայց իրեն հայտնեց, որ ասիկա ուղղակի հայտնություն չէ, որ հոր կամքը կգադարե։ Դու հիմա մարդ կորեն սկացական օրեն ինձ անտեպ հարկանքետ մղված որոշումի մը հասար։ Բայց ադիգա ընդունելի չէ։ Դու չես գիտեր, որ եթե ես եւ դու այս որոշումը առնենք, աշխատիլը սպասող երկինքը կորձի լծվելու համար քալիք Սուրբ Հոգին գենթանությունը ինչ պիտի լա։ Կարծես իրեն հայտնեց Աստծո կամքը գադարելու միջոցին ամեն մեծություն, ամեն թիրք, ամեն փառք, ամեն իշխանություն մեկ կողմ կգենա։ Աստծո կամքը փնտրելը ամեն բան է վեր է։ Եվ գսե հանգարց Հովանես ալ չընդիմացավ։ Եվ թույլ տվավ։ Ինք չէր մգրտողը։ Թույլ տվավ։ Ուրեմն ինչ է որ մենք այսօր պետք է անենք։ Մեր կյանքի ընթացքին մենք շատ ազդված կլանք մեր առօրյային, մեր գործեն, մեր ընտանիքեն, գործի մեջ մեր բարդավորություններեն, ընտանիքեն ներս բարդավորութենեն, ծառայության տաշտի մեջ մեր բարդավորություններեն, ասոնք մեզի հակուստի պես կհակնին, մանավանդ եթե նվիրված մարդիկ ենք, ավելի մեզի կփակչին։ Եվ մեր ծառայությունը մեր նվիրումին համաձայն ավելի եւ ավելի կխստացնենք, որ լավ ենք։ Բայց շատ անգամ մեզ մեկը վրիբի փուն Աստծո կամքը ինչ է։ Մեր ճաշտոնը, մեր թիրքը ասոն կբադեն մեզի բարդականության տաշտի մեջ եւ գցկեն, որ մենք որպես մարդիկ վարժվենք սովորության մեջ մտնենք։ Հավատքի կյանքը սովորությամբ ապրենք։ Մենք բարձորեն շատ անգամ եկեղեցի ու կանք որովհետև պիտի կանք, որովհետև եկեղեցի ժամ է։ Գիտեք, եկեղեցի քալու բարդականութենն ավելի մեծ բարդականություն կա ամեն օր առանցին Տիրոջ հանդիպելու։ Մենք ամեն օր Տիրոջ հանդիպելով, երբ գիրակի օրերը եկեղեցի ու կանք, եկեղեցին եկեղեցի կդարձնենք։ Եկեղեցին բادر առանց ինձ եւ քեզի եկեղեցի չեն։ Մենք կգոչենք, որովհետև ուրիշ անուն չենք ուզեր տալ, որովհետև ուր որ գահավաքվին կադե եկեղեցին։ Բայց եկեղեցին բادرը չեն գնար եկեղեցի լալ, եթե ես եւ տուն իրականության մեջ որպես եկեղեցի աստուծմով մեր հավատքին միջոցով մեր ինքնությունը ջանցած չենք կար միասին կովկովի։ Մենք ամեն օր կհանդիպենք Տիրոջ անհատական հանդիպումի համար, ուր կգերդվենք, կշինվենք եւ կգադարվին պետքերը, եւ անգե յետքը գուքանք որպես եկեղեցի կհանդիպենք, որպեսի հանդիպենք Տիրոջ։ Երկուքը դարբեր հանդիպումներ են եւ երկուքին աշխատանքը դարբեր է Աստծո հետ կապակցաբար։ Հետևաբար մենք յուրաքանչյուրս շաբթվան ընթացքին եւ գիրակի օրը կամ պաշտամունքի ժամերը դարբեր ծևերով կհանդիպենք, չենք կնար մեկադեն հրաժարիլ։ Եվ պետք է ուրեմն մեր գոչումեն անտին մենք նայենք, մեր ներսիտին գտնվող Աստծո կամքը փնտրենք։ Դեր ինչ կուզես այսօր։ Արիթովը ես հարցում կհարցնեի Տիրոջ, եւ երբ ես հարցուցի Տիրոջ, ամիջապես իմ ագանչիս լսելու ցայնեն ավելի հստակ եւ զորավոր ցայն գարսա, ոչ։
շատ, իր կամքը լման դարբեր էր, իր տեսակետը լման դարբեր էր։ Եվ վայ եկեր էր ինձի, որ ես այդ բահուն լսած չլայի, ոչը։ Եվ գամ որոշեի հրաժարիլ անորվսած ոչեն, որովհետև դրամապանությունը ուրիշ բան գսեր։ Գամ անգե առաջ իր դված խոստումները կհաստատեին իմ դրամապանությունս։ Ինչու՞։ Որովհետև ես ուրիշ ջար չունիմ, գիտեմ որ Սուրբ Հոգին ինձ կսպասե իր կամքին յետևը։ Եվ Սուրբ Հոգին պատրաստ է ընտարաչելու Աստծո կամքին։ Շատ կսիրե ինձի, մեծ հանց զողություն հանցնարած է ինձի համար, շատ կսիրե քեզի, մեծ զողություն հանցնարած է Սուրբ Հոգին քու մեջդ բնակելով եւ քեզի համար, բայց Աստծո կամքին պիտի չշեղի, եթե դու շեղիս, ինչի շարժիր։ Ուզես շարժի, քանի օքի գուզե։ Նախ հարցումս ավելի ճիշտ տնեմ, քանի օքի գուզե Սուրբ Հոգին իր կյանքի մեջ շարժի ավելի, քան կշարժի այսօր։ Քանի օքի գուզե Սուրբ Հոգին իր կյանքի մեջ շարժի այն չափանիշով, որ ինք Սուրբ Գիրք կարտացած ադենը գզկա, որ Սուրբ Հոգին կշարժի։ Իր կամքը փնտրե, ուրիշ բան մի ուզեր։ Նույնիսկ ուզածի համար մի աղոտ էր։ Իր կամքը փնտրե, եթե ատկու ուզածդ պետք է արդեն պիտի առնես։ Ամեն։ Բահմը երևակայությունը թեդս ընթարցակ է։ Եթե Հիսուս այդ մեկը հոր կամքը չփնտրեր այդ բահուն ու չմգրդվեր Հովհաննեսեն, որովհետև իրականության մեջ ալինք Աստծո որդի էր, Աստված էր, Աստծո խոսքն էր, ամեն իշխանություն իրեն դրված էր, միակ անձն էր, որ Սուրբ Հոգիով ծնավ Ադամին ստեղծվել են ետքը, եւ ամեն կետրոնացում երկինք երկիր իր վրա էր հրեշտակները, հայրը, որդին, ամեն կետրոնացում այդ բրգիչին վրա էին։ Ինչ պիտի լար, շատ բարձ է, Սուրբ Հոգին պիտի չի կար, հայրը երկինքեն վգայություն պիտի չդար։ Բայց մարգարեություններում մեջ կրված է իրեն համար, ուզա կրված է իրեն համար։ Եվ ուզա որ քեզի համար ալ բաներ կրված կամ խոսված են, կամ կեն շեղե, Սուրբ Հոգին չի կար, երկինքի վգայությունը չլար։ Թույլ դուրսավ, որ հիմա այսպես կդարվի Աստծո արդար կամքը, ոչ թե միանսավ Աստծո կամքը, ինչ պիտեմ յանի, ատպես էր ինքը, եթե ես լայ ուրիշ ցև գնեի, ապի սողոմին բես, կամ ինչպես մարդիկ գուկան ընելու մեգումը կամքը, բայց թշկոհ են, իրենց բարերը եւ գառուցվածքը կհայտնեն իրենց թշկողությունը, կամ թե իրենց ավելի լավը լալմույս են։ Հիսուսը հոր արդար կամքը Ադիգա արդար կամքն է, անգախ մեծությանս պիտի ադիգա կդարվի։ Եվ Սուրբ Հոգին հանգչեցավ Հիսուսի վրա, որուն համար Ղուկաս ավետարանիչ 3-րդ գլուխ 20 երրորդ համարի մեջ շատ քեղեցիկ կերպով կներկայացնե սոմատիկոս բառը ասելով եւ կհայտնե որ սոմատիկոս բառը միայն հանգչելուն հետ կապ չունի, հապա կորձողությունը ցույց կտա, որ երբ Սուրբ Հոգին կհանգչի, այլևս այս Սուրբ Հոգին ստացողը կփոխվի։ Սուրբ Հոգին ստացող անձին մեջ հավերժականությունը կհանգչի, հավիդենականությունը կհանգչի, ժամանակներեն անթին զորությունը իր մեջ կներգործե, մարդկային դգարության սահմանները կսկսին փոխվել Սուրբ Հոգին հավերժականության կենթանությունով։ Հալելույա։ Եվ մենք շատ անգամ դակավին դրդունչով գաղութենք, շատ անգամ այս ճշմարտությունները առանց ճանչնալու աղոթքի բարերով, վարպետությունով գաղութենք, որբեսի Աստված դա փամը, ինչ պիտա, որևէ դրվելիք բան քեզի դրված ինքնության օվգիանոսեն գաթիլ մչե։ Քանի օքի դսե, որևէ մեկ բան որ քեզի պիտի դրվի,
քեզի դրված ինքնության օվկիանոսեն մեկ կաթիլ չէ։ Մենք գաղութենք աղոթքներ, որ գապ չունին շատ անգամ մեր ինքնության հետ։ Գաղութենք ցևերով, գաբրինք ցևերով, գագնգալենք ցևերով, կբահանջենք ցևերով, որ շատ անգամ գապ չունի մեր ինքնության հետ։ Բնավ մեր հին խավարային փամը չկիցողի, չփրկվածի ինքնությունով աղոթներ գաղութենք, կխնդրենք, գուզենք, կհարաբերենք։ Ամեն ինչ գախյալ գլամարտկային է եւ գախյալ չլար երկնային է։ Շատ անգամ հավերժականին անունը ունենք, հավերժականին ապրումը չունենք։ Հավիդենականին խոսքերը ունենք, անոր զորությունը չունենք։ Եվ ակնկալված է, որ մենք ադոր մեջ մարզվենք ամեն օր։ Եվ առաքյալը ինչպես գսե գաթնգեր չմնանք, հաբա չափահաս միս ուտողները լանք։ Երևակայեցեք, եթե ինքը սեր է, արդեն ես ալ որդի եմ, հիմա ասում եք ճուրին մեջ մտնել ելլելը ինչ պիտի փոխեյանի։ Ճուրին մեջ, ձեսին մեջ մտնել ելլելը պիտի փոխե իմ որդիությունս, կամ պիտի հաստատե իմ որդիությունս, կամ պիտի այս կամ այնն է։ Իրականության մեջ ալ ադիգա ձովին ճուրներ յանի, կե հորտանանին ճուրներ։ Մարդիկ ինչ ալ գուզես սրած են հոն լողացած ադեննին։ Ճուր է։ Yani փախտadելով Աստծո որդին մեծալ արժեք մը չունի։ Ճուր է։ Արժեքը ճուրին հետ չէր։ Հորգամքը գադարելուն հետ էր, որ այդ ճուրը արժեքի բերավ։ Սուրբ ոգին պիտի չհանգչեր։ Հայրը երկինքեն վկայություն պիտի չգարենար դալ։ Եվ Դագավին գսես, որ Աստված իմ սիրտս գիտե։ Կարևոր չէ թե սիրտդ գիտե։ Քանի օքի նկատեց, որ եթե հանգարց Հիսուս հոր գամքը չներ Հովաննեսին, որ շատ սիրված էր նույնիսկ Աստծո կողմեն։ Եթե մտի գներ, ամբողջ երրորդությունը պիտի սարեցներ, paralyze վիդներ, անդամալույց դարձներ, այդ կոչումին համաձայն, քանի օքի գիտե։ Դագավին գսես Աստված իմ սիրտս գիտե։ Սիրտդ գիտե Աստված է ինքը։ Բայց պիտի շարժի կամ պիտի չշարժի, պիտի գարենա շարժիլ կամ պիտի չգարենա շարժիլ, նիգա լման երկրորդ բան է։ Եթե գագնգալես որ շարժի, իր գամքը փնտրե։ Ներողություն, ուզածետ ավելի իր գամքը փնտրե։ Շատ անգամ Աստծո գամքը մենք հյուսած ենք աստվածաշնչական համարներով մեր պետքին, մեր ուզածին։ Կանոք է սպորտսարությունը գիտե, գհյուսես Աստծո խոսքով, ցևերով, որ հարմարի որն է, ասանք պետք է լա ուրեմն։ Չեմ կերել եթե դուք փորձառություն ունիք, կոնե միա մեկ օքի ցերկ բարձացուց քանի որ։ Եվ Սուրբ Հոգին հանգչեցավ, գսե որ թույլ տվավ եւ մգրտվեցավ։ Չեմ կեր եթե Հովանես մգրտիչ Սուրբ Հոգին աղավնագերբ սոմատիկոս դեսավ իջավ Հիսուսին վրա հանգչեցավ, եղածին պես լեցունությունով ինչ սավ ինքն զինքին։ Հովանես ինչ պիտի իրթուն։ Աս ինչ առաջարգեր իրթուն Հիսուսին։ Սուրբ Հոգին հանգչեցավ, որ այլևս Հիսուսը բաշտոնից անցավ, երկինք երգիր ամբողջ քոյությունը իրեն համար կործելու սկսավ, իր անմեղությունը, իր որդիությունը Սուրբ Հոգին ներկործությամբ կդարվեցավ, երբ Աստծո գամքը փնտրվեցավ։ Ինչու ասիկա շատ կշեշտեմ, որովհետև Տեր Հիսուսի ամբողջ պատմության ընթացքին պիտի տեսնեք, որ ինչ կարևոր թեր ուներ Ասպաժինը։ Որովհետև ինքը մինչև իր վերջին բահը հոր գամքը փնտրեց։ Անգեյետքը գսե հայրը երկինքեն խոսեցավ
Եվ սավ այս է իմ սիրելի որդիս, որուն ես հաճեցա։ Աստվածաշունչին համաձայն, երբ կսե սիրելի որդիս, բնավ չի նշանակեր գնոջ մեմը ծնած որդին։ Աստվածաշունչին համաձայն, երբ կսե մարդու որդին, Աստծո որդին եւ այլն, ակնարկություն է մարդացած Քրիստոսին։ Ակնարկություն է փրկիչին, որ պիտի մարմնանա, միակ հարմար անձը, որ պիտի փրկի ամբողջ մարդկությունը, անոր ակնարկություն է, կսե ասե իմ սիրելի որդիս, որուն ես հաճեցա։ Ինչու պիտի իսեր, որուն ես հաճեցա, արդեն որդին է։ Որդին, որուն ես հաճեցա, իմ հաճությունս իր վրան է, իմ հավանությունս իր վրան է։ Եվ երևակայեցեք, մեր կյանքի մեջ, երբ հոր գամքը գադարված գլա, մեր առօրյային հետ կապակցաբար, մեր կյանքին եւ մեր կոչումին հետ կապակցաբար, բնականաբար կտեսնենք երկինքի իր վկայությունը կբերե մեզի։ Այե երբ խոսքը եւ Սուրբ Հոգին հանդիպելով գենթանություն առաջ կուքա։ Քանի օքի հասկացավ, հայրը երկինքեն վկայություն կուտա, երբ խոսքը եւ Սուրբ Հոգին Աստծո գամքը փնտրելով գենթանություն դուրս կբերեն։ Երբ խոսքը մեր կյանքի մեջ եւ Սուրբ Հոգին կհանդիպին, հոր գամքին համաձայն գենթանություն դուրս կուքա։ Աստծո գամքը այլևս անդեսանելի, այլևս Աստծո գամքը անլսելի չլար, հաբա գենթանի կդառնա։ Ով որ հավատա պիտի բժշկվի։ Խոսք չլար այլևս, ողջ կդառնա։ Եվ հայրը ադորամար վկայություն կուտա։ Ուրեմն սիրելիներ, մեր ցկդումը որպես հավատացյալներ ինչի մեջ է։ Աղոթքի զորանալու մեջն է, ոչ թե Աստծո գամքը փնտրելու մեջն է։ Քանի օքի հավատա որ Աստծո գամքը փնտրելու մեջն է։ Աղոթքը կարևոր է, բայց աղոթքին մեջ չէ։ Իմ հույսս չեմ գնար գաբել աղոթքին, ես պիտի աղոթեմ գամքը փնտրելու, ոչ թե պիտի աղոթեմ իրեն համոզելու։ Ես պիտի աղոթեմ Աստծո ինձի դված ինքնությամբ առնելու եւ ոչ թե պիտի աղոթեմ համոզելու իրեն, որովհետեւ դա ինձի։ Եթե ես իրեն աղոթեմ համոզելու համար գարձես սած գլամ իրեն, ներ փրկությունը ինձի շատ մեծ շահ չրավ, եթե ուրիշ բան ունիս դուր ինձի։ Ինչպես այդ մարդը եկավ եւ իր դղուն համար գխնդրեր, որ թևերեն ազատեն աշակերտներուդ բերի բամը չգրծավնել, եթե թուն բամ ունիս ընելիք ըրե եւ սա դղաս ազատե Հիսուսը սիր, եթե բամը գրնա մնել, ամեն բան կարելի է, եթե հավատաս սավ։ Քանի օքի է դեսե ժողովուրդ։ Ուրեմն Սուրբ Հոգին Սուրբ Հոգին այսօր կսպասե աշխատելու մեր կյանքի մեջ։ Եք միասին ծեր մտքերեն ինձ հետ հետևելով, ոտքի ելեք ուզեք, աղոթեցեք այսպես, ով դեր կյանքս իբրև անտաստան կպատրաստեմ, մինչև քու քովդ քալս։ Ինչ կնեմ կյանքս, անտաստան հող մը գնեմ իմ սիրտս, բարարդ հող, աղոթքով, նվիրումով, հող մը գնեմ իմ սիրտս, մինչև որ քու քովդ կամ, ադիգա պիտի ենեմ, ինչու, որբեսի այդ հողին մեջ քու գամքը ծանվի։ Եվ հոն քու գամքդ արցանակրվի, որբեսի ես այդ արցանակրվածներն ու ծանվածները արդահայտվիմ աշխարին, արդահայտվիմ փնության, արդահայտվիմ թիվային ու ժերունթեմ։ Եվ թող որ քու հավանությունդ եւ հովանավորությունդ ունենամ ամեն բանի մեջ, որ պիտի ենեմ
ճիշտ ինչպես թուն գարցանակրես իմ օքիս մեջը, միայն այնպես ապրիմ ու արդահայտվիմ։ Ուրիշ ցևով ոչ։ Հալելույա։ Կուժդ մինչև այսօր խնդրելու կապված էր։ Այսօր ժամանակն է գիտնաս, որ զորությունը քո մեջը է։ Ինձ կարևոր չէ թե դու գսկաս կամ դու չես սկար։ Ինձ կարևոր չէ եթե դու գզգաս, որ զորությունը մեջը է, կամ կարևոր չէ ինձ եթե դու գտեսնես դու քեզի արժանի զորության, որ մեջը է, եթե Հիսուսը ընդունած ես զորությունը մեջը է։ Բոլոր մնացածը սատանային է։ Տշնամին ճուզեր, որ դու լաս ինչ որ կանչված ես Քրիստոսով լալու։ Ճուզեր։ Որովհետև ադիգա մեկ ապտակ մնե իրեն։ Ինքո հարց չունի, որ դու անունով ավադացյալը լաս, լեցուն անունով ավադացյալներ կան, լեցուն բաներու կհավատան։ Տարբեր ալգորոններ կան։ Սատանային համար խնդիրը հարց այն է, որ երբ դու հավատաս, այդ հավատքը ողջ դառնա։ Երկինքը վկայություն տա։ Սուրբ Հոգին այդ հանդիպումը կենթանություն դուրս բերե։ Անիգա իրեն համար հարց է։ Սատանային համար հարց է, որ քո հավատքդ կենթանություն դուրս բերելու աղբյուր դառնա։ Հոսող աղբյուր դառնա։ Իրեն համար ադիգա հարց է։ Ամեն միջոց պիտի որթեքրե այդ մեկը չլալու համար։ Քո թափատան արաշապական բարձացուր ցերկերը դիրոջ։ Այսօրվա սորվածիդ համացայն կեցիր դիրոջ արջև։ Խիստ կեցիր։ Թող ինքնությունը դարդահայտվի այս բահուն, սկացումներուդ վրա, միտքիդ վրա։ Թող այդ խեղճությունդ գոդրվի, այդ խեղճությունդ սկացումներդ է, այդ խեղճությունդ պայմաններուն աստեցությունն է, քո մեջը տրված այդպես չէ։ Վստահ է այդ ճշմարտության, այդ ինքնության։ Միսեր դիրոջ դեր հաջիս դուր, դեր հաջիս դուրեն շատ ավելի մեծ է, քո մեջդ գտնվածը։ Դու չես առներ, մինչև որ մեջինդ չի ճանչնաս։ Եթե նույնիսկ առնես, մուրացկանին դրվածին պես պամը պիտի առնես, բայց դու որդի ես։ Ինչու մուրաս, կանոքի գիտե որ միան անարակ որդին մեկ հատը կնաց և մուրաց խոզերն անգամ չի դվին, ինքզին կոնտրավ։ Մենք աս գարնենք անարակ որդին բաղմությունը միան անվոր հավատքեն միան հերացած է անոր գվերակրենք։ Շատ հավատացյալներ ունին եկեղեցի կան, բայց նորեն նույն մուրացկանությունը գաբրին։ Որտև ճշմարտությունը փրկության հետ կապված չեն ապրիր։ Զորությունը կխնդրեն առնելու համար, մինչ իրենց ներսիցին է։ Հորա փաշական արատա։ Ինչու պիտի չհարցնես Եղիսեին պես։ Ուր է հիմա Եղիային Աստվածը։ Ինչու պիտի չհարցնես քո ներսիտիդ։ Ուր է այն զորությունը, որ ինձ համար դրված է։ Ուր է։ Ինչու պիտի փնտրեմ անպետք թշնամիին ճնշումները գոդրելու, երբ իմ դերս գոդրած է։ Ինչու ժամանակս պիտի գործընծնեմ ադորամար, երբ գրնամս էր, ելիս կնա։ Արդյոք գվայելցնեմ, երբ հայելին արջև գենամ Աստծո խոսքերուն հետ համեմատելով իմ վարմունքս,
Աստծո խոսքին եւ Սուրբ Հոգին ներկործության համաձայն խոսիմ գաղութեմ եւ գաբրիմ։ Ոչ թե վախս գաբրիմ, տշկոությունս գաբրիմ, նեղությունս գաբրիմ, ընտանիքին փերը գաբրիմ, կորձին փերը գաբրիմ, ամեն ինչ գաբրիմ, բացի մեկ բանեմ, որ ձուզիս եւ շունչիս մեջն է։ Ամեն ինչ գաբրիմ։ Բացի անիգա։ Հո փաշականա կարախա։ Օ հալելույա։ Երբ այս ոճը քո սիրտիդ մեջ գճանչնաս, սատանային աստեցությունը կյանքիդ մեջ կսկսի նվազիլ, ոչնչանալ, անհետանալ, իր աստեցութենեն և կոյութենեն կզրգվի։ Մենք գաբրինք, որպես թե բادرազմը պիտի հաղթենք, կասկածով, թե արդյոք պիտի հաղթենք, վախով, թե արդյոք պիտի առնենք, ասոնք մեզի կմորցնեն, որ մենք հաղթած բادرազմը գաբրինք։ Ես հաղթեցի աշխարհին ըսավ Տեր Հիսուս։ Ես մի վախնակ հաղթեցի աշխարհին։ Ցեզի ավանդ չեմ դար, որ նոր հաղթեք ինձի համար։ Բոլոր գրոններու մեջ կտեսնենք աստվածները գուզեն իրենց մարդոցմե բաներն էլ, բացի քրիստոնեության մեջ, որ ինք ըրավ մեզի համար, ինք մերավ մեզի համար, որովհետեւ մեզի դա ինչ որ պետք է ապրենք, դա ինչ որ մենք մեր մարդկային ուժով չենք կնարբերել։